Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում դասերը ոչ թե դպրոցում, այլ հարմարեցված բնակարանում են անցկացվել։ Դպրոցի շենքի շինարարությունը սկսվեց 7 ամիս առաջ։ Սեպտեմբերի 1-ին հերիկցի երեխաներին դիմավորեց նորակառույց ու լուսավոր դպրոցը։ Ես խոսքեր չեմ գտնում ասել, թե դա ինչ մի հրաշք է, որը տեղի ունեցավ։ Ամբողջ եւ ինձ համար, եւ ամբողջ կոլեկտիվի, հատկապես երեխաների համար, սա մի հրաշք էր, որ կատարվեց։ Դպրոցը կառուցվել է հայրենասեր հասարակական կազմակերպության ջանքերով։ Կարմիր ժապավենն էլ համայնքի ղեկավարի հետ հայրենասերի ամենակրտսեր ներկայացուցիչը Շուշին է կտրում։ Ծրագրի համար անհրաժեշտ $150,000 Լոս Անջելեսի հայերն են տրամադրել։ Պետությունն էլ տանիքի շինանյութն է հատկացրել եւ կահույքը։ Տոնական միջոցառումը կրթօջախի անվանակոչության առթիվ է։ Դպրոցը կրում է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը։ Մնա քեզ մոտ մի նռնակ, այդ դեպքում էլ չնահանջես, այդ մտածես նռնակը լավ է պայթեցնեմ, մի քանի հոգի էլ ինձ հետ տանեմ, դա շատ լավ հայրենասիրության դաս է բոլորիս համար։ Նոր դպրոցի բացման ու անվանակոչության առթիվ հերիկցիներին շնորհավորել է նաև Արցախի վարչապետը։ Կառավարությունը գյուղի զարգացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկում է, բայց բարեգործական նախաձեռնություններն էլ կարևոր է համարում։ Շատ անելիքներ ունենք այստեղ, շատ անելիքներ։ Եվ համոզված եղեք, որ իհարկե կատարվածը շատ քիչ է, բայց գոնե հնարավորության շրջանակներում փորձում ենք աջակիցը լինել ձեր հոգսերը թեթևացնելու առումով։ Ապագայում բազմապատկելու երաշխիքով հայրենասեր կազմակերպությունն էլ հերիկցիների կողքին կլինի։ Պատասխանատուները խոստանում են դպրոցի կառուցմամբ Հերիքում իրենց նախաձեռնությունները միայն սկսվում են։ Հիմա արդեն մենք ծրագրեր ենք մշակում հետագա փուլերի համար, տների վերանորոգման, կառուցման համար։ Հերիկն Արցախի վերաբնակեցվող գյուղերից մեկն է։ Այն մի քանի տարի առաջ է էլեկտրաֆիկացվել։ Ժամանակակից դպրոցի կառուցումը գյուղի բնակիչները համարում են երկրորդ մեծ ձեռքբերումը։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, ժամը լրատվական։